Մենք բնականաբար աշխատանքները կազմակերպել ենք այնպես, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ այս պահին սկսված աշխատանքները ավարտված լինեն, ինչը նշանակում է, որ հուշահամալիրը կբերվի այդ պահի համար պատշաճ տեսքի ապրիլի 24-ին ընդառաջ եւ դրանից հետո արդեն կլինի քննարկում հաջորդ մույթերի հետ կապված աշխատանքները իրականացնելու մասով։ Պետք է ասեմ, որ շատ մեծ ծավալի աշխատանք է արվել եւ վստահ եմ, որ այս որակով աշխատանքը անելուց հետո տևական ժամանակ հուշահամալիրը կգտնվի ապահով վիճակում, նույնը չեմ կարող ասել ցավոք միջև վերականգնման աշխատանքները եղած վիճակի համար։ Հիմա էլ մեր քաղաքացիները, եթե ուշադիր լինեն այցելելուց, այն 3 մույթերը, որտեղ մենք աշխատանք ենք անում, եթե դիտարկեն դրանցից մնացած մյուսները, ապա կարող են տեսնել, որ էական վնասվածքներ ունեն եւ նույնիսկ երբեմն այնպիսի վտանգավորության աստիճանի, որ սալերը կարող են օրինակ պոկվել եւ ընկնել որևէ մեկի վրա, իսկ դրանք հսկայական ծանրություն ունեցող քարաբեկորներ են եւ վստահաբար շատ լուրջ վտանգ են ներկայացնում։ Եթե ինչ-որ մեկը աղմուկից խուսափելով, պատասխանատվությունից խուսափելով ուղղակի դրա կողքով կանցներ, մենք այդպես չենք վարվել, դա մեր կարևորագույն հուշահամալիրն է եւ փորձում ենք ամբողջ պատասխանատվությամբ դա վերել պատշաճ տեսքի։